Նրանցիկ, ովքեր մեզ այս բազմոց են գնել, գիտեն, որ հարմարով այդ բազմոցի ամենակարևոր գրավականներից մեկը որն է, իհարկե, թևերի եւ մեջքի փափկությունը։ Այդ նույնիսկ այն պարագայում, երբ որ այս մոդելը խորն է ու օրինակ բարձի հիմա հանել ենք, ես առանց բարձ շատ հարմար նստում եմ, որտեղ մեջքս փափուկ է։ Կան մոդելներ, համոզված եմ շատ է բնականում կան, որ ձեռներից մեջքը թևերը կամ մեջքը այնքան չորա, որ տհաճ է։ Այս պարագայում դա դες չի։ Ու вообще էական չի, կանթով է, փոնթով է, ձև էական չի դիզայնը, բայց որ պետք է փափուկը լինի միանշանակ, որտեղ սենց շատ հարմար է, առանց բարձ տնավարի, հիմա ես ասում եմ, տնավարի տեսք եմ մտնում, որ պատկերացնեք ինչքան կոմֆորտ է, երբ որ դու տունը հանգիստ փորձում ես TV-ս նայում, ու առանց բարձրացած եմ, ասում մեջքդ չի ցավում, կամ խաղ ես խաղում, էական նշանակություն չունի։ Հյուրեր են գալի, իհարկե բարձր գնում ես, հանգիստ նստում են, բոլորը ցիվիլ է, շնորհքով չեն փրվում, մի խոսքով այս իդեալական տարբերակը միշտ ուշադրություն դարձրեք թևերի ու մեջքի փափկությանը, հաստատ չեք փոշմանի։